Հաջորդ հյուրերին, որոնց կներկայացնեմ, նրանք այս տաղավարում եղել են 2023 թվականին, կրկին շատ կարևոր թեմայի շուրջ, եթե ես չեմ սխալվում, կրկին խոսել ենք այս շատ կարևոր գրքերի մասին։ Նրանք այսօր կրկին մեզ հետ են եւ մեր եթերները, մեր հարցազրույցները տևում են ընդամենը 15 րոպե։ Իրականում այն ինչի մասին մենք խոսելու ենք, ես եւ դու, մենք պարզապես պետք է լռենք, իսկ մեր հյուրը հնարավորինս մաքսիմալ արագ պետք է խոսի, բայց նույնիսկ ամենամեծ արագությամբ պետք է խոսի, միևնույնն է մենք չենք հասցնի այն ամենի մասին խոսել, ինչ ցավոք սրտի շատերը անտեղակ եք։ Եվ այսպես վերահրատարակվել են Էդուարդ Մանվելյանի Մայրամուտի եւ Լուսաբացի մինչեւ հայի ֆենոմենը եւ կորցված ժառանգություն գրքերը։ Հիշեցնենք նաեւ, որ նա հեղինակն է նաեւ Մշուշոտ ճակատագրի երգը եւ ճանապարհ դեպի գրքերի, որոնք անդրադառնում են այն հայերին, որոնք ազդեցություն են թողել համաշխարհային ընթացքի վրա։ Մեր հյուրերն են գրող թարգմանիչ Էդուարդ Մանվելյանը, բարի լույս, եւ խմբագիր Հասմիկ Շիպակցյանը, բարի լույս։ Մեր հեռուստատեսության շատերը իմ կարծում եմ, որ մենք խոսելու ենք Շարլ Ազնավուրի մասին, խոսելու ենք Շեռի մասին, միգուցե խոսելու ենք շատ այլ հայերի մասին, որոնց դուք շատ ծանոթ եք, բայց ցավոք սրտի այս գրքերում կան հայեր, որոնց եթե չեմ սխալվի կամ լավ, չեմ ուզում ասեմ ոչ մեկը չգիտեք, բայց ցավոք սրտի շատերը չգիտեն։ Ու մենք հայերը սիրում ենք, չէ՞, մենք մենք ենք դա ոչ չգիտեք, բայց դա մենք ենք։ Ցավոք սրտի, բայց մենք չգիտենք այն մարդկանց, ովքեր որ մեծ դեր են ունեցել առհասարակ պատմության մեջ յուրաքանչյուր տարբեր ոլորտներում։ Ու այսօր ես ինձ նայում եմ մեկ-մեկ ու իմ մոտ շատ հարցեր առաջացել, ես նայում մտածում ասում եմ, ձեզ ուզում եմ հարցնել լավ, ինչու, հա? Ինչու է այսպես։ Ինչու այդ հարստություն, այդ մեծ ժառանգը մենք չթողեցինք մեր տանը, ճանապարհեցինք երկիր մոլորակի վրա։ Այդ բոլոր ֆենոմենալ մարդիկ երկիր մոլորակում էին բացի Հայաստանից։ Ինչի մասին են այս գրքերը։ Մենք ծանոթ լինենք մեր արմատներին։ Սա ամոթի մասին է, որը որ մենք չենք հասկանում, չենք գիտակցում։ Ինչի մասին է սա, խնդրեմ։ Շնորհակալություն նախ հրավերի համար։ Մենք ստաղավարում, եթե չեմ սխալվում, 2023-ին եք երրորդ անգամ ենք արդեն։ Հա։ Սա երրորդ անգամ երևի։ Գրքերից չեմ հիշում որն էր, որը կար, որը չէ, բայց ֆորմատով 4-ն էլ նույնն են։ Մշուշոտ ճակատագրերի երգը կար, եթե չեմ սխալվում։ Չէ։ Չէ։ Այս տարի չենք եղել, չէ՞, այս տարի։ Կարծում վերջին գիրքը չկար։ Սա կար։ Մայրամուտի եւ Լուսաբացի մինչեւ հայ ֆենոմենը, դա սկզբում կար։ Մեծ հաշվով տեսեք, ամեն ինչ սկսվեց այդ բառից, որը ճիշտ այսպես ամոթ բառը ինքն իրենից վատ, այսպես տպավորություն է թողնում, երբ ասում եմ ամոթ, բայց ամեն ինչ սկսվեց հենց ամոթ բառից 2020-ին։ Այո, 2020-ին, ամոթը ես ինչ մենք Հիմա տեսեք, այդ 20-ից ընդամենը անցել է, ասենք 5 տարի, հա, եւ այդ ամոթը հանկարծ վերածվել է բացարձակ հակառակ մի բանի, մենք, շուտ, դուք ընդամենը 5 տարի առաջ էիք ասում, ինչ բա։ Հիմա այդ 5 տարի թռիչքից հետո դուք մենք, ասինքն ինչ փոխվեց։ Փոխվեց այն, որ դուք ասենք ծանոթացաք ինչ-որ անուններ լսեցիք։ Իսկ ընթացքում այդ 5 տարվա մեջ ինչ փոխվեց ձեր դատողության մեջ, ձեր աշխարհ հայացքի մեջ, այ սրա մասին էր գրքերը։ Իրականում ամոթ էր, իհարկե ամոթ էր, բայց ինչու որոշեցինք դարձնել գրքեր այս ինֆորմացիան, այս տեղեկատվությունը, որովհետև ամոթ էր ոչ թե այն վիճակը, որին մենք հասանք, այսինքն ավելի շատ ամոթ էր ոչ թե այդ վիճակը, այլ առավել ամոթ էր ունենալով այսպիսի մի ժառանգություն, հա, գալ հասնել մի շրջան, որտեղ, չգիտեմ, ասենք 18 տարեկան երեխեքի վրա պիտի հույսներս դնենք, ասենք, գիտես ինչ, մենք էսպես, մենք այնպես, երեխեք էսպես, երգեր գրենք, ոտանավորներ գրենք, չգիտեմ, էսպես հերոս ասնենք, էսպես անենք, այնպես անենք, առավոտ իրիկուն եռաբլուր գնանք։ Կենացներ։ Հա, էլի բացի են պատիվը, բացի են հարգանք, ամեն դեպքում նույնիսկ այդ պատիվն ու հարգանքը պիտի կարողանանք ճիշտ դասավորել։ Այսինքն ինչից էր սկսվում այդ ամոթը սկսվում էր նրանից, որ ամոթ էր այս ամեն ինչը ունենալով հանդերձ զուգահեռականում հաջորդ ունենալ եռաբլուր։ Եվ զուգահեռականում հաջորդ այդ եռաբլուրում ունենալ կամավոր տղեկ ու 18 տարեկան երեխեք, որոնց անունները պիտի գրվեին այստեղ, եթե այդ ամոթը
ժամանակին կարողանայինք ճիշտ վերցանել, այսինքն ի՞նչն է ամոթ։ Եթե այդ երեխեքի անունները գրվեին այս գրքերում, մենք եռաբլուր չէինք ունենալու։ Տեսեք, խաղաղության մեջ հաղթանակած ժողովուրդը կամ չի հասնում պատերազմների կամ հաստատ պիտի հաղթի այդ պատերազմներում։ Սա երկարատև հաղթանակի մասին է, խոսքը ոչ թե ճակատամարտեր, ոչ թե պատերազմ, ոչ թե այստեղ, ոչ թե այնտեղ։ Ես մի քիչ հակասական ստացվեց այս ամեն ինչը, բայց փորձեցի ժողովրդի հետ խոսել մի լեզվով, որը շատ դժվար հասանելի է, շատ հակասական, շատ են հակասական, այսպես արձագանքներ, ասում եմ, սիրելի ժողովուրդ, եթե դուք ուզում եք կներեք այդ բառի համար, բայց ուրիշ բառ չեմ գտնում, էլի, եթե ուզում եք ուղղակի չմեռնել, ես չեմ հասկանում, մեր պատմությունը կարդալիս տպավորությունը, թե մենք անընդհատ այդ հազարամյակների ընթացքում կռիվ ենք տալիս, որ չմեռնենք։ Ոնց չմեռնենք, ասենք կռիվ տանք, պատերազմ եք, չմեռնենք, գոյատեմ։ Սիրելի ժողովուրդ, դուք մտածել եք, որ մենք ուզում ենք չմեռնել, թե ուզում ենք ապրել։ Եթե ուզում եք ապրել, մանկապարտեզներ կառուցեք, սիրելի ժողովուրդ, մանկապարտեզներ։ Ու երբ որ խոսում ես այդ մանկապարտեզներից, ինչ ես 4 գրքերի եւ այն շարունակությունը, որ պիտի լինի առաջնահատված, գլխավոր նպատակն է եղել, գլխավոր նպատակ։ Ու երբ որ ասում ես մանկապարտեզ, ասում եմ դուք տեղյակ եք ընդհանրապես հիմա ինչ մանկապարտեզներ կան, ժողովուրդ դու նույնն է, երբ որ ձեզ ասում են եկեղեցի, դուք մի անգամից գնում եք այդ տաճարի վրա, ասում եք տեսել եք ինչ տաճարներ են կառուցում, եկեղեցին տաճարը չի նախ, եւ մանկապարտեզն էլ շենքը չի։ Ես չեմ խոսում շենքի մասին, ես նույնիսկ չեմ խոսում մարդկանց մասին, որ բարեհամբույր են, երեխեքին բերեցին, թեղավորեցին։ Մանկապարտեզից է սկսվում իրականում։ Մանկապարտեզ ես նկատի ունեմ մարդ շփումը դաստիարակելը։ Սա կոչվում է մանկապարտեզ, այսինքն երեխաներին ինչպես դաստիարակել, կոմունիկացիաները ինչպես պիտի հաստատվեն, սա երկարատև, սա ապրելու համար, ոչ թե չմեռնելու համար։ Չմեռնելու համար հենց մանկապարտեզում կարող է ծանոթացնել զենքի բոլոր տեսակներին, հա։ Երեխան ծնվեց, պիտի զենքը ձեռը լինի, պիտի այսպես լինի, պիտի այնպես լինի, որովհետև մենք այստեղ ենք ապրում, մենք այնտեղ ենք ապրում, ասում էլի ժողովուրդ, ախր զենքերի մեծամասնությունը գոնե ԽՍՀՄ-ի տարածքում, հա, թե ԱՄՆ-ում էլ կարևոր չի, հա։ Էլի մեր ժողովրդի զավակների ձեռքով է ստեղծվել։ Բայց նրանք փրկվել են, մենք էլի մնացել ենք նույնը։ Ինչի համար էր պետք մանկապարտեզը, մանկապարտեզը ընդհանրապես պետք էր ճիշտ դաստիարակության համար, ճիշտ մեխանիզմ դնելու համար, որովհետև մանկապարտեզում մենք մանկավարժներ չունենք, մենք ունենք դաստիարակներ։ Սրա ամենավառ օրինակը ժողովուրդ ճապոնացիների մանկապարտեզն էր։ Դա այնտեղ ուրիշ սիստեմ է։ Մտածում ես մարդիկ ինչ են մտածում, էլի, ասենք կապիտուլյացիա ստորագրած երկիր, հա։ Կոտորվեցին, ողջ այրվեցին վերջապես 250,000 ճապոնացիները, ամերիկացիներն ինչ որ գցեցին պատերազմի ժամանակ 45 թվականին։ Ու նայում ես, ասենք այդ մարդկանց երկիրը ոնց կառուցվեց, նույն գերմանացիները, երկու անգամ առնվազն 30 տարվա կտրվածքով այդ սիմվոլիկ, եթե վերցնենք 2094-2025, հա, 1994-2025 մեր պատմությունը գոնես վերջին, հետո վերցնենք գերմանացիներն, ասենք 14-18 թվական պատերազմը, հետո նորից 30 տարի անց նորից պատերազմ, երկու պատերազմ էլ տանուլ տվեցին։ Բայց հիմա նայում ես մարդիկ ինչ կարգի գնացին, ոնց կարողացան անել։ Ճապոնացիները ժողովուրդ մանկապարտեզում սովորեցնում են միմյանց զիջել, ամենաառաջնահերթը միմյանց զիջել, որ մարդուն զիջելը դա ոչ թե ամոթի նշան է, որ ես ով եղա, որ քեզ զիջեմ, մարդուն զիջելը ճապոնացիները բացատրում են, որ սա ինտելեկտի, բարձր ինտելեկտի առաջնահերթ, այսպես գրավական է ու մարդուն զիջելուց է սկսում կոմունիկացիան։ Այն դպրոցի ժամանակ, դպրոցական տարիներին, չգիտեմ, դուք այդպես խաղեր այն թե չէ, սովետի տարիներին, հա, որ հավաքվում էինք դասանով, աթոռներ էին դնում, այսպես չեմ հիշում, պտտվում էին, հա, մենք պիտի նստեր, երևի տենց, չգիտեմ։ Մանկամիտ այդպես բաներ էինք անում, էլի, չհասկանալով ինչ էր որտեղից էր ով էր հորն սա ճապոնացիները սկսում են դրանից մանկապարտեզում 2 աթոռ, 3 կամ 4 կամ 5 հոգի երեխաներ։ 2 աթոռին նստածները պիտի սովորեն զիջել։
մարդկանց, որովհետև երբ որ զիջում ես, հաստատվում է կոմունիկացիան, երբ որ հաստատվում է կոմունիկացիան, հաստատվում է ծանոթություն, երբ որ հաստատվում է ծանոթությունը, երկրորդ արդեն այդ քայլին ճապոնացիները սովորեցնում են լսել։ Ամենամեծ արվեստը, ես կասեի շքեղ արվեստը երկրագնդի երեսին, որ կարող է լինել, մենք ասենք արվեստ, մեկը կասի դա Վինչին ճանաչում է, Պիկասոին գիտեմ, մենք արվեստագետ ենք։ Մարդ շփման եւ դիմացինին լսելու արվեստը։ Հիմա երբ որ նայում ես այստեղ, այս սրա մասին էր մանկապարտեզը, հա, ժողովուրդ առողջ իրիկուն խոսում ենք, այդքան որ խոսում եք, դուք երբ եք լսում։ Իսկ եթե դուք չեք լսում, դուք ո՞նց եք կարողանում խոսել եւ առավել եւս ճիշտ հարցեր տալ։ Սա երկարատև, հասկանում եք, եթե դուք ուզում եք ապրել, դուք պիտի կարողանաք հասարակությանը դաստիարակել ոչ թե բոլշևիկյան համակարգը, որ եկեք անգրագետներին գնդակարենք, տակնով մնաց, ուրեմն գրագետ մարդ, հա։ Խթանում են գրագիտությունը, ոնց պիտի խթանեն գրագիտությունը, կոտորենք անգրագետներին, օրինակ Ես ներողություն եմ խնդրում, պետք է ասեմ, որովհետև ցավոք սրտի երբի 1 րոպե է մնացել մեր հարցազրույցին։ Ես սա չեմ անվանում հարցազրույց, որովհետև մենք ոչինչից չհասցրեցինք խոսել։ Ես ներողություն եմ խնդրում, իհարկե, հուսով եմ դուք կրկին մեր հյուրը կլինեք։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասել նաև։ Ես գիտեմ մենք շատ բան ենք բաց թողել, մենք բան չենք խոսել։ Իմ աղջիկը դպրոցներից մեկում հայրենի լեզվի դասատուն մեղադրում է իմ աղջիկը, գիտեք ինչի համար, որ տետրի վրա նկարած էր ոչ թե Հայաստանի Հանրապետության ինչ որ մարզերից մեկը, քաղաքներից մեկը, եկեղեցիներից մեկը եւ նա որոշեց, որ այդ դա է չափման միավորը հայրենասերի, հասկանում եք, մենք ինչ բան խնդիրի մեջ ենք գտնվում ու այս գրքերը սա մի մեծ գանձ է ոսկի ու գիտեք ինչներ նաեւ ինձ ուզում միթե այս բոլոր մարդիկ ովքեր որ կան այստեղ, հա, ողջ աշխարհում սկսած ատոմային ռումբի վերջացրած NASA ու ամենտեղ կային այս մարդիկ այսօրվա դրությամբ եթե իրենք լինեն Հայաստանում արդյոք կունենային այդ հաջողությունը արդյոք կունենային այդ անունը տեսեք ակադեմիական վերլուծության հարցը սա իհարկե առավել եւս 15 րոպեում կամ նույնիսկ 15 ժամում սա հնարավոր չի այսպես հրամայել եւս 2 րոպեում շնորհակալություն ես մենք այստեղ հնարավորինս փորձել ենք հավաքել այն մարդկանց ու անունները մեր ժողովուրդը կամ չի լսել կամ քիչ է լսել ավելի շատ չի լսել կան մարդիկ որոնց լսել են հա ու ես ուզում եմ այստեղ անպայման նշել այդ խմբագրական ծանր աշխատանքը շատ ծանր աշխատանքը մարդիկ պատկերացում չունեն մարդիկ մտածում են որ մենք նստում ենք պարապենք ասենք մի շաբաթում այդ գրքերը գրեցին դուք նաև նշում եք որ հասմիկն եք պարտադիր հա ես նույնիսկ այսպես մեկ-մեկ նայում եմ ասում գրված է Էդվարդ Մանվելյան բայց գիտեք ինչքան է եղել այսպես վիճել ենք ասեմ ես էլ չեմ կարող անել չեմ ասում ու ինքը արել է սա առյուծի բաժին է կարելի ասել մնացել է խմբագրի ուսին, որովհետև շատ ծանր աշխատանք էր, գիտեք քանի լեզուներից թարգմանված քանի։ Այս գիտեմ բաներ կա դուք գտել եք 4-5 օր է ձեզ պահանջվել փոքրիկ մի կտորը ունենալու համար։ Ես ճիշտ ասած մի հարց ունեմ Հասմիկին։ Ինչպեսի զգացողություն ունեք, երբ աշխատում եք մի նյութի հետ, որը խոսում է մեր անցյալի ամենախորը շերտերի մասին։ Նախ ասեմ, որ ես 10-ից ավելի տարիների փորձ ունեմ այս աշխատանքում ու երբ որ պարոն Մանվելյանը առաջարկեց խմբագրել, ինձ թվաց շատ հեշտ այս ամեն ինչը ես գլուխ կբերեմ այս գործը, բայց երբ որ ես առաջին 2 մարդկանց կենսագրությունները սկսեցի խմբագրել, հասկացա, որ նման ծանր աշխատանք ես այս տարիների ընթացքում երբեք չեմ արել եւ դա հոգեբանության հետ ծանր հոգեբանական ապրումների հետ էր կապված նախ, որովհետեւ ձեր հարցին պատասխանեմ, պարոն Մանվելյանը չպատասխանեց, ինչ մարդիկ, այդ մարդիկ, եթե Հայաստանում մնային, ինչ ճակատագրի կարժանանային, եւ ինչպես պարոն Մանվելյանն է սիրում մի օրինակ բերել, օրինակ Շարլ Ազնավուրը, եթե լիներ մնար Հայաստանում, նա միայն երաժշտության ուսուցիչ կարող է երգի երաժշտության ուսուցիչ լինել։ Եվ այդ գիտակցությունն ունենալով, որ ասենք ինչու պիտի մարդիկ գնան դրսում ինչ որ բաների հասնեն, իսկ մեր երկրում ոչինչի չհասնեն եւ հենց այդ գիտակցությունից ելնելով էր այդ ծանրությունը էլի աշխատանքի։ Ծավալը այդքան չէ, ծավալը չէր վախեցնում։ Այդպես։ Okay, բանորեն շատ դժվար է, շատ դժվար, որովհետեւ մեկ-մեկ որ զրուցում ենք մարդկանց հետ,
նեղ միջավայրում հա սկսում են խոսել, ասում են մեկ-մեկ Երանի եմ տալիս ձեզ, որ շատ բան չգիտեք, էլի չգիտեք։ Մի երկու անուններ լսել եք, երկու տեղից չգիտեմ, մենք հա ատոմային ռումբ անվել, այսպես։ Ասում եմ, ինչ ատոմային ռումբի մասին է խոսքը, ատոմային ռումբը մարդակեր կործանարար զենքեր է, դա ամեն ինչը մի կողմ դնենք։ Դուք գիտեք ինչ դեմքեր են եղել, ինչ մարդիկ են եղել, ու Պարսկաստանով այնտեղ, չգիտեմ, ամբողջ աշխարհով էլի, ու կրկին ասեմ, ողջ նպատակը, երբ որ ես ամեն ինչը կարդում ես հակասական այդ տրամադրություններով, հետո պատետում ես այս կողմը, եկել տեսնում ես դու երրաբլուրում ես, մտածում ես, ասում ես, այս ամեն ինչը ունեցող ժողովուրդը ոչ միայն պիտի երրաբլուր չունենար, չէ, ոչ միայն պիտի չունենար, այս ամեն ինչ ունեցող ժողովրդի դուրն է, որ պիտի ծեծեին, մեր դուրը պիտի ծեծեին, ասեին, պարոնայք, պատիվ արեք մեզ ձեր ընկերը կոչելու, հա, բայց մենք ունենք երրաբլուր եւ մենք ընկել ենք դռնեդուր, այսպես ամեն երկրում եւ որ երկրի դուրը ծեծում են, այդ երկրի պատմության մեջ այնպիսի անուններ կան այս գրքերում, ասում ես, լավ, բա մենք ում դուրն ենք ծեծում, սիրելի ժողովուրդ։ Մենք մեր դուրը տվեցինք տարան, մենք մեր գերակույն գլխավոր դուրը տվեցինք, շատ հանգիստ վերցեցին, գնացին մարդիկ։ Հազարամյակներով բաց է դուրը տվեցինք տարան, մենք գնացել ենք օտարի դռները ծեծում ենք, այդ օտարներն էլ ասում ենք, գիտեք որ ձեր այս ինչ մարդը հայր է օտարն ասում, ավելի տվեք։ Այս սրա մասին էր սա։ Շնորհակալ ենք շատ, պարոն Մանվելյան, հեռուստատեղին ուզում հիշեցնել, որ այս գրքերը ոչ մի խանութում, ոչ միտեղ չեն վաճառվում, կա հնարավորություն դեռ ձեզ գրելու եւ պատվիրելու գրքերը, թե արդեն հեռախոսահամարներով, պատվերներով, միայն հեռախոսահամարները կան մեր Այսինքն դեռ կա հնարավորություն։ Հա, առայժմ կա, բայց ասեմ ձեզ վերջիններն են։ Մի շաբաթ, ինչ մի շաբաթ, 3 է շնորհանդես։ Կիրակի օրն է տպարանից։ Շաբաթորն ենք, Կիրակի օրը տպարանից վերցեցինք արդեն Եվ արդեն սպառնում են վերահրատարակված օրինակները։ Եվ սա արդեն որի-որ հրատարակությունն է, վերահրատարակությունն է։ Շնորհավորում եմ ձեզ եւ անկեղծ ամեն շնորհակալություն եմ ուզում ասել ձեզ այս բոլոր գրքերը ես ասում եմ մեծ պարտականությունին ուսերին կստանձնեմ ու իմ ընկերների իմ շրջապատի մեջ կտարածենք այս գրքերը, որովհետեւ պետք է ընթերցել ու պետք է իմանալ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Ցավոք սրտի մեր հարցազրույցները այսքան կարճ են տևում ու ունենում ենք հյուրեր, լինում են մարդիկ, որոնց հետ խոսելը միայն մի մեծ հաճույք է եւ երբեմն sense խոսում եմ ու ես այնքան ամոթ եմ հիմա զգում, որ չգիտեմ, այսքանը շնորհակալություն մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։